Իդեպ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը ունեցել է արտասահմանյան 4 այց՝ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Դանիա։ Այդ 4 երկրներից եւ ոչ մեկում Փաշինյանը չի հանդիպել հայ համայնքների հետ, ինչը արդեն վաղուց ավանդույթ դարձած արարողակարգ էր։ Փաշինյանի պարագայում վերջին տարիներին Սփյուռքի հետ հանդիպումները տեղի են ունենում փոքրաթիվ հայրենակիցների մասնակցությամբ եւ միշտ տեղեկություններ էին տարածվում, որ դահլիճ լցնելու խնդիր ունեն աջակիցների պակասի պատճառով։ Վերջին անգամ Փաշինյանի եւ Սփյուռքի ներկայացուցիչների հանդիպումը տեղի էր ունեցել Թուրքիայում, որտեղ նա առանց ինչ-որ բան թաքցնելու հայտարարեց. Ես այս համայնքային հանդիպումները անում եմ, որ ասեմ ժողովրդի վրա հույս չդնեք։ Թուրքիայից հետո այլևս չի հանդիպել հայ համայնքներին։ Ինչու՞։ Հայրենակիցներն են մերժում, թե Թուրքիայի նախապայմանն է կամ այլ բան։ Թշնամի երկրները, որոնք պահանջում են չզինվել, հրաժարվել ազգային արժեքներից, մշակութային ժառանգությունից ու տարածքներից, հիմա էլ պահանջում են հրաժարվել արտերկրում ապրող մեր հայրենակիցներից, դե իսկ Փաշինյանը շարունակում է քանդել իր հռչակած սկզբունքները։ Մեր նպատակը Հայաստան-Սփյուռք հարաբերությունները ավելի ինստիտուցիոնալ դարձնելն է։